Իրանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքի նավթագազային օբյեկտները կվերածվեն մոխրի բլրերի, եթե Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի Խարկ կղզու վրա, որտեղ գտնվում է Իրանի ամենամեծ նավթային տերմինալը, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Ադոլֆ Ֆազլ Շեքարչին։ Եթե Միացյալ Նահանգները հարձակվի Խարկ կղզու եւ դրա նավթային տերմինալի վրա, ապա այն երկրների բոլոր նավթագազային օբյեկտները, որտեղից սկսվել է հարձակումը, անմիջապես կվերածվեն մոխրի բլրերի, հայտնել է խոսնակը։ Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Կորեայի Հանրապետությունը, Ֆրանսիան եւ Ճապոնիան բացահայտ կամ անուղղակիորեն մերժել են ԱՄՆ վարչակազմի կոչը, ապահովելու նավթատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մասնավորապես Չինաստանը եւ Ֆրանսիան ընդգծել են տարածաշրջանային վեճի դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։ Միացյալ Թագավորությունը եւ Ճապոնիան միանշանակ մերժել են առաջարկը, մինչդեռ Հարավային Կորեան խոստացել է քննարկել առաջարկը եւ խորհրդակցություններ անցկացնել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելը միջուկային հարված չի հասցնի Իրանին շարունակվող հակամարտության պայմաններում։ Իսրայելը դա չի անի, Իսրայելը երբեք դա չի անի, ասել է Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցին։ Արդյոք Իսրայելը իր հետ քննարկել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու ծրագրերը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի սկսել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ եւ երկրի պաշտպանությունը ցանկացած ներխուժումից հանդիսանում է Թեհրանի բնական եւ օրինական իրավունք, որը իրենք արդյունավետորեն կիրառում են։ Ամերիկյան բազաների օգտագործումը մեր տարածաշրջանում Իրանի դեմ եւ մեր հարաբերությունները հարևանների հետ խափանելու նպատակով պետք է անմիջապես դադարեցվի, հայտնել է նախագահը նշելով, որ այս հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Նախագահը նաև նշել է, որ Իրանը ակնկալում է համաշխարհային հանրությունից դատապարտել ներխուժումը, ընդգծելով, որ պատերազմի սկսումը հիմնված կեղծ տեղեկատվության վրա միջնադարյան ոճի գործողություն է 21-րդ դարում։ Իրանի բարձրագույն անվտանգության պաշտոնյան կոչ է արել մուսուլմանական երկրներին վերանայել Իրանի նկատմամբ իրենց դիրքորոշումը, հաշվի առնելով Իրանի եւ ԱՄՆ-Իսրայել պատերազմի իրավիճակը։ Ալի Լարիջանին Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը արաբերենով գրած նավանկում ասել է մյուս երկրների առաջնորդներին մտածել իսլամական աշխարհի ապագայի մասին։ Այսօր հակամարտությունը տեղի է ունենում Ամերիկայի եւ Իսրայելի միջև մեկ կողմում, իսկ դիմադրության ուժերի միջև մյուս կողմում, նշել է Լարիջանին։ Դուք գիտեք, որ Ամերիկան ոչ ոքի նկատմամբ հավատարիմ չէ, իսկ Իսրայելը ձեր թշնամին է։ Կանգ առեք մեկ պահ եւ խորհեք ձեզ եւ տարածաշրջանի ապագայի մասին։ Իրանը ազնիվ է իր խորհուրդներում եւ չի ձգտում ձեզ դոմինացնել։ Իրանի ԻՀՊԿ-ն զեկուցել է պատերազմի 17 օրվա ընթացքում իր հակագրոհների արդյունքների մասին։ Կազմակերպությունից հայտնել են, որ Իրանը հարվածներ է հասցրել հակառակորդի 200 ռազմավարական օբյեկտների ուղղությամբ։ Ոչնչացվել է 4 ԹԱԴ ՀՀՊ համակարգ։ Պատերազմը հակառակորդի նորական մոտ 1.5 միլիարդ դոլար է արժենում։ Հարվածներ են հասցվել 18 նավերի եւ նավթային լցանավերի, նշվում է հաղորդագրության մեջ։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին մարտի 16-ին քաղաքական կուսակցության կողմից Երևանում կազմակերպված արարողության ժամանակ հայտարարել է Հայաստան դաշինքի падգամավոր Աննա Գրիգորյանը։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնց միացել է նաեւ Առաջ կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար Հայաստան դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ելույթով, նշելով, որ առաջնորդը սիրելու համար չէ, սիրելու համար ուրիշ բաներ կան։ Առաջնորդը պիտի բարձրացնի կյանքի որակը։ Կարևորը այն է, որ ես եւ մեր թիմը սիրում ենք այս հողը, այս երկիրը, այս ժողովրդին եւ ունակ ենք ապահովել նրա անվտանգություն ու բարօրությունը։ Մեր երեխաների ապագայի համար եւ հանուն ուժեղ եւ անկախ Հայաստանի միասին մենք կարող ենք։
Մարտի 17-ից 19 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ Այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։ Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի հետ։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Ալժիրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան չվերթ է իրականացրել դիվանագիտական նպատակով։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հարցմանի պատասխան հայտել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով օդանավի թռիչքը համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկատվության կայացել է դիվանագիտական նպատակներով, ընդգծել են արտաքին գործերի նախարարությունից։ Եվրամիությունը Հայաստանի խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի երկրում ընտրությունների նախաշեմին հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է չափազանց կարևոր լինել։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության հետ, ասել է Կալասը։ Նրա խոսքով ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինության Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից եւ կոչվել հանգստյան իր գրավոր եւ բանավոր դիմումների հիման վրա։ Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։ Իրանի փոխարգործնախարար Սայիդ Խատիբզադեն հայտարարել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կներկայանա այն ժամանակ, երբ ինքը եւ իր գրասենյակը նպատակահարմար կհամարեն։ Նա առողջ է, նա ղեկավարում է, ասել է Խատիբզադեն։ Պաշտոնյան պատասխանել է այն հարցին, թե ինչու նոր առաջնորդը մինչ հիմա չի հայտնվել հանրության առջև։ Երբ նա կամ նրա գրասենյակը որոշեն դա անել, կանեն, հավելել է նա։ Վերջինս նաև ընդգծել է, որ իրանցիները չեն թաքնվում։ Արցախ միությունը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցում։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած ջնջելով անցյալը մշակութային ժառանգության ոչնչացում խորհրդարանական հետաքննության շրջանակներում Արցախ միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։ Անդրանիկ Նիստին որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանը։ Իր ելույթում նա բրիտանացի խորհրդարանականներին եւ միջազգային իրավական փորձագետներին է ներկայացրել համակողմանի փաստեր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման ու ներկայվիճակի եւ հայ գերիների իրավունքների խախտման վերաբերյալ։ Զեկույցը փաստագրում է հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների եւ թանգարանային հավաքածուների ոչնչացումն ու յուրացումը, ներկայացնելով անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ եւ նպատակ ունեն վերացնելու Արցախում հայկական հետքը եւ կանխելու բնիկ ժողովրդի վերադարձն իր հայրենիք։ Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ հրապարակել է փաստաբան Ալեքսանյանի, լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Գասպարյանի գործով վերդիկտը։ Դատարանից հայտնել են, որ դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ազգային անվտանգության ծառայության ծառայողները ներխուժել են դատարանի շենք եւ ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Ալեքսանյանին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել էր։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։ Երևանի կենտրոն եւ Աջափնյակ վարչական շրջանների երկու փողոց անվանափոխվել է։ Որոշումների մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի Կիրճ փողոցը, որը սկսվում է Աթենքի փողոցից, Հրազդան մարզադաշտի հարևանությամբ հասնում Հալաբյան փողոց, այսուհետ կկրի լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ օլիմպիական չեմպիոն Արարատ 73-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով։ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 8-րդ փողոցը, որը սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից հասնում Սիլիկյան 7-րդ փողոց, այսուհետ կկրի հայ կոմպոզիտոր, կանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունը։
Դուբայի օդանավակայանում ԱԹՍ-ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ ջվերտները հետաձգվել են։ Emirates եւ Fly Dubai ավիաընկերությունների ջվերտները նախատեսված էին Երևանի ժամանակով 11:25-ին։ Այժմ Զվարթնոց օդանավակայանի առցանցչված ցուցակում հաշվարկային ժամ է նշված 22:00-ն։ Չեղարկվել է նաեւ Աբու Դաբի-Երևան այսօր ժամը 12:29-ին նախատեսված ջվերթը, ինչպես նաեւ Չիկայանը Շարժա-Երևան ջվերթը։ Իրանի իր 55-րդ պատասխան հարվածների ալիքով հարձակվել է ԱՄՆ-ում գտնվող Ադզաֆրա ամերիկյան բազայի եւ Բահրեյնում գտնվող Ալ-Ջուֆեյր եւ Շեյխ Իսա ռազմական օբյեկտների վրա, հայտնել է Իրանի ԻՀՊԿ-ն։ ԱՄՆ ահաբեկչական ուժերի թիրախները Ադզաֆրա ավիաբազայում, Ալ-Ջուֆեյր ռազմածովային բազայում եւ Շեյխ Իսա ավիաբազայում հարվածվել են Ֆատեհ, Զոլֆաղար եւ Դեսֆուլ միջին եւ մեծ հեռահարության պինդ վառելիքով հրթիռներով, ինչպես նաեւ հարձակողական անօդաչու թռչող սարքերով։ Գործողությունը հաջող է եղել, ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում աղջիկների դպրոցի վրա հարվածի հետաքննությունը շարունակվում է։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ չէ դպրոցի վրա հարձակմանը ԱՄՆ-ի մասնակցության մասին։ Նախկինում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը լիովին չի հասկանում, թե ինչու է հարվածել Իրանի Մինապ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին։ Իրանի բանակը հայտարարել է, որ իրանական ուժերը հարձակվել են իսրայելական Ռաֆայել զենքի ընկերության կենտրոնների վրա։ Հարձակումների թիրախում են եղել Ռաֆայել զենքի արտադրության կենտրոնները, ինչպես նաև Israel Aerospace Industries ընկերության ինքնաթիռաշինության կենտրոնները, ասվում է բանակի կողմից հրապարակված հայտարարության մեջ։ Իրանական բանակը նշել է, որ Ռաֆայելը մշակում է հակաօդային պաշտպանության համակարգեր, մինչդեռ Israel Aerospace Industries-ը արտադրում է ռազմական ինքնաթիռներ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ֆրանսիան խնդրել է, որ իր ներկայացուցիչների Ռուսաստան այցի մասին տեղեկատվությունը գաղտնի մնա, սակայն այն արտահոսել է մամուլին։ Ի դեպ, նման կապ խնդրած ֆրանսիացիները իրենց խնդրանքում ներառել են այս կապի գաղտնի մնալու ցանկությունը։ Սակայն ի վերջո, ինչպես հասկանում եք, նրանք արտահոսել են այս տեղեկատվությունը։ Չգիտեմ ինչ նպատակով, գուցե ցույց տալու համար, որ Եվրոպան մեծ ջանքեր է գործադրում, բայց նրան թույլ չեն տալիս մասնակցել բանակցություններին, ասել է Լավրովը։ Իրանը պատերազմ չի հայտարարել մերձավոր արևելքի երկրներին, չնայած ԱՄՆ-ի կողմից նրանց տարածքներից իրականացված հարձակումներին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Մենք երբեք պատերազմ չենք հայտարարել տարածաշրջանի որևէ երկրի, չնայած նրանց տարածքները օգտագործվում են Իրանի վրա հարձակվելու համար, ասել է խոսնակը։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջև Իրանի դեմ երկշաբաթյա հակամարտությունը, որը ենթադրում է ռեժիմի արագ փոփոխություն, հանգեցրել է ռազմավարական փակուղու։ Նման եզրակացության է հանգել վերլուծաբան Մայքլ Բիրնբաումը։ Նա բացատրել է, որ Թեհրանի իշխանությունները ունեն հաղթաթղթեր։ Չնայած Իրանի ռազմական ներուժի զգալի մասի ոչնչացմանը, Վաշինգտոնը բախվում է անկանխատեսելի էսկալացիայի, նշել է փորձագետը։ Վերլուծաբանի խոսքով Թեհրանին հաջողվել է կաթվածահար անել նավթի մատակարարումները Հորմուզի նեղուցով, իսկ Իրանի առաջնորդները միայն արագացրել են միջուկային զենք ձեռք բերելու իրենց ձգտումը։ Սրանք Իրանի առավելություններն են, որոնք խանգարում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել հաղթանակի եւ ռազմական արշավի ավարտի մասին։ ԱՄՆ զինված ուժերը մերձավոր արևելքում սկսել են օգտագործել A-10 Thunderbolt 2 ցամաքային գրոհային ինքնաթիռներ, իրանական գրոհային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում ցամաքային ուժերին աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի A-10 Thunderbolt 2 ինքնաթիռները լիցքավորվում են թռիչքի ընթացքում։ Դրանք կարող են մի քանի ժամ մնալ օդում, պատրաստ լինելով ցանկացած պահի առաքելություն կատարել, նշվում է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը արդեն լավ դաս են քաղել, հարձակվելով Իրանի վրա, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ Ենթադրում եմ, որ նրանք արդեն լավ դաս են քաղել, գիտակցելով, թե ինչպիսի ազգի հետ են բախվում։ Մի ազգի, որը թույլ չի տա իրեն տատանվել պաշտպանության հարցում, պատրաստ է շարունակել պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է եւ որտեղ անհրաժեշտ է, ասել է արտգործնախարարը։
Սյունիքի նախկին մարզպետ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք Datalinks դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը ստացվել է մարտի 13-ին, մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։ Վահե Հակոբյանը Արմեն Խաչատրյանից պահանջում է հերքել Facebook-յան գրառման մեջ հայտնած տվյալները, որոնք ըստ հայցադիմումի սրբարտություն են։ Խաչատրյանը գրառումը կատարել էր անդրադառնալով դատախազության ներկայացրած ապօրինի գույքի բռնագանցման պահանջին։ Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից բռնագանձել 12 շարժական ու անշարժ գույք եւ շուրջ $21 միլիոն գումար։ Այս առնչությամբ Արմեն Խաչատրյանը գրառում էր արել նշելով 2020 թվականի պատերազմից հետո օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ եւ պառակտել երկիրը։ Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել եւ կատաղի պայքար մղում պետության դեմ։ Գիտեր, որ երկրից եւ ժողովրդից թալանածը հետ պիտի տար։ Գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողունները մի օր վերադարձվելու են։ Վահե Հակոբյանը պահանջում է հրապարակավ հերքում եւ $1 միլիոն որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։ Մերձավոր Արևելքում տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով ասիական տարածաշրջանի երկրներում մնացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի միջոցով առկա են հետևյալ թարմացումները։ Հնդկաստանում է գտնվում Հայաստանի Հանրապետության 20 քաղաքացի եւս 12-ը Շրի Լանկայում, որոնք նախատեսում են մեկնել ավելի ուշ։ Նյու Դելիում դեսպանությունը ստանում է փոքրաթիվ զանգեր, հիմնականում տեղեկատվություն ստանալու նպատակով։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Թայլանդում է գտնվում Հայաստանի Հանրապետության 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր եւ օրերս կմեկնեն։ Մյուսներն առաջիկա օրերին մեկնելու մտադրության մասին չեն տեղեկացրել։ Վիետնամում է գտնվում Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի։ Թայլանդում եւ Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր։ Մեծագույն պատիվ է նոր դեսպանությունների բացման առիթով Հայաստանի Հանրապետության դրոշը բարձրացնելը։ Լոնդոն 2023 թվական, Մոնտեվիդեո 2024 թվական, Բեռն 2026 թվական շարքը շարունակելի է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ հրապարակել տեսանյութ։ Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում բացառապես անկանխիկ եղանակով վճարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող եւ անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկի ընտրություն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը ինքնաշխատ եղանակով ծրագրային մոդուլի կիրառմամբ։ Այս մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Ձեր բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել online ssa.am կայք եւ լրացնել ձեր հանրային ծառայության համարը կամ հանձնագրի տվյալը համապատասխան դաշտերում, այնուհետև սեղմել որոնել ստեղնը։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափերով, իսկ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին տրամադրվող 20% հետվճարի արդյունքում կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ եւս 10,000 դրամով, ասված է հաղորդագրության մեջ։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարությամբ է հանդես եկել։ Մասնավորապես նշվում է, որ մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է։ Ռուբեն Վարդանյանը ստիպված է եղել դիմել այս քայլին, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որևէ արդյունք չեն տվել։ Դատավարություններն ավարտվել են 1 ամիս առաջ, սակայն ոչ Ռուբենը, ոչ էլ մեր տեղեկություններով մյուս հայ բանտարկյալներն իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը որևէ լեզվով ռուսերեն, հայերեն կամ ադրբեջաներեն դեռ չեն ստացել։ Նրանք չգիտեն, թե ինչ հոդվածներով են դատապարտվել, երբ կամ ուր են նրանց տեղափոխելու։ Մենք խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, նրա եւ մյուս հայ գերիների կացության մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը եւ Ադրբեջանում մարդու իրավունքների անկախ մեխանիզմների վերացումը, այդ թվում երկրից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հեռացումը բոլոր
որ գերիներին զրկում են ինստիտուցիոնալ որևէ պաշտպանությունից։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կապի պահպանված միակ միջոցը կարող են դադարեցվել։ Մենք հրապարակում ենք Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային ուղղված Ռուբենի Դիմումի աուդիո ձայնագրությունը, որը նրան թույլ չեն տվել ավարտել։ Հուսով ենք այն կհասնի հասցեատիրոջը, ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում լրատվամիջոցներից մեկում մարտի 14-ին հրապարակված Արգելհեկի մոտով անցնող գոյուղատարից կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը, տեսանյութի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Պարզվել է, որ սույն թվականի մարտի 12-ին Կոտայքի մարզի Նորհաճան համայնքի Արգել գյուղի 12-ից 15-րդ փողոցների տարածքում գոյուղու խցանման վերացման աշխատանքներով պայմանավորված Veolia ջուրընկերության աշխատակիցները բացել են Հրազդան գետի վրայով անցնող գոյուղատարի ջրթող փականը, ինչի հետևանքով գոյուղաջրերը լցվել են Հրազդան գետ։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո մարտի 14-ին ժամը 18:00-ի սահմաններում փականը փակվել է ու գոյուղաջրերի արտահոսքը դեպի Հրազդան գետ դադարեցվել է։ Նշված արարքը առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվության ենթակա է վարչական պատասխանատվության։ Վարչական վարույթն ընթացքի մեջ է, ասված է հաղորդագրության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով համաձայնության կհասնեն Կուբայի հետ։ Վերջինս հավելել է, եթե համաձայնության չհասնեն, Վաշինգտոնը ստիպված կլինի անել այն, ինչ պետք է անի Կուբայի հարցում։ Կուբան ցանկանում է համաձայնություն, եւ ես կարծում եմ, որ մենք կամ շուտով կհասնենք համաձայնության, կամ կանենք այն, ինչ պետք է անենք, ասել է նա լրագրողներին։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, Վաշինգտոնն ու Հավանան արդեն բանակցություններ են վարում, բայց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը մնում է ԱՄՆ-ի առաջնահերթությունը։ Նախագահը նշել է, Իրանում ռազմական գործողությունների ավարտից հետո Սպիտակ տան ուշադրությունը կկենտրոնանա Կուբայի վրա։ Իրանը չի օգտագործել Իսրայելի հետ հունիսյան հակամարտությունից ի վեր արտադրված հրթիռների մեծ մասը։ Այս մասին հայտնել է Իրանի ԻՀՊԿ կորպուսի խոսնակ Ալի Մոհամմադ Նայնին։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետության հրթիռային պահեստները մնում են անվնաս։ Վերջինս նշել է, որ Իրանի զինված ուժերի կողմից ներկայումս արձակվող հրթիռների մեծ մասը արտադրվել է մոտ 10 տարի առաջ։ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ցնցումը կործանարար հարված կհասցնի եվրոպական տնտեսությանը, հաղորդում է Wall Street Journal-ը։ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ցնցումը կործանարար հարված կհասցնի եվրոպական տնտեսությանը։ Սա դառը անակնկալ կլինի այն տարածաշրջանի համար, որը հույս ուներ այս տարի արագացնել աճը, երկարատև լճացումից հետո, որը զայրացրել էր ամբողջ մայրցամաքում ընտրողներին, հայտնել է պարբերականը։ Նշվում է, էներգակիրների գների աճը կարող է արագացնել ապա արդյունաբերականությունը, քանի որ էներգատար արդյունաբերությունները փակում են գործարանները եւ տեղափոխում արտադրությունը դեպի Միացյալ Նահանգներ եւ Չինաստան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի Խարկ կղզում նավթային ենթակառուցվածքները զավթելու գործողությունը, հաղորդում է Axios-ը։ Ամերիկացի պաշտոնյաների շրջանում նրա աղբյուրների համաձայն Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը քննարկում է Խարկ կղզում գտնվող Իրանի նավթի պահեստարանի գրավման հնարավորությունը։ Հրատարակությունը նշում է, դա կպահանջի ամերիկյան ցամաքային գործողություն։ Պորտալի տվյալներով ԱՄՆ նախագահը կարող է այս քայլին դիմել, եթե տանկերները մնան փակված Պարսից ծոցում։ Մեկ այլ աղբյուր պարզաբանել է, ամերիկացի առաջնորդը ակնկալում է, որ կղզու ենթակառուցվածքների գրավումը Թեհրանին կզրկի իր եկամտի զգալի մասից։ Հրատարակությունը նշում է, ԱՄՆ-ն վախենում է Իրանի կողմից տարածաշրջանի նավթային օբյեկտների դեմ պատասխան հարվածներից։ Այստեղ կան մեծ ռիսկեր եւ մեծ պարգևներ։ Նախագահը դեռ որոշում չի կայացրել այս հարցում եւ մենք չենք ասում, որ նա կկայացնի։ Պորտալը մեջբերել է աղբյուրի խոսքերը։ Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Աբու Դաբի Էմիրության Ալ-Ռուվեյս արդյունաբերական քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Փրկարարները մարել են հարձակման հետևանքով բռնկված հրդեհը, հայտնում են Էմիրության իշխանությունները։ Ալ-Ռուվեյսի նավթավերամշակման գործարաններից մեկում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բռնկված հրդեհը վերահսկողության տակ է վերցված։ Հրշեջ խմբերը աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ, զոհեր չկան, ասվում է հայտարարության մեջ։
Բելգորոդը եւ Բելգորոդի շրջանը ենթարկվել են ուկրաինացի զինվորների զանգվածային հրթիռային հարձակումների։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Լուրջ վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին, գրանցվել են էլեկտրաէներգիայի, ջրի եւ ջեռուցման անջատումներ, հայտնել է նահանգապետը։ Բելգորոդի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել եւ արտակարգ իրավիճակների արձագանքով խմբեր են ուղարկվել։ Գլադկովը նաեւ բացատրել է, որ բնակելի շենքերից մեկի պատուհանները վնասվել են։ Իսրայելի բանակը Թեհրանում հարվածել է 10 ենթակառուցվածքային թիրախների, այդ թվում տիեզերական հետազոտությունների կենտրոնին եւ հակաօդային պաշտպանության համակարգերի գործարաններին, հայտնել է բանակի մամուլի քարտուղարի գրասենյակը։ Իսրայելցի զինվորականների տվյալներով կենտրոնը մշակում է ռազմական արբանյակներ, որոնք օգտագործվում են Մերձավոր Արևելքում հարվածային ուղղորդման համակարգերի համար։ Ալ Ջազիրան հաղորդում է, Իրանի արևմուտքում գտնվող տիեզերական հետազոտությունների կենտրոնը հարված է ստացել Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից։ Այս օբյեկտը Իրանում արբանյակային պատկերման եւ հետախուզական քարտեզագրման հետազոտությունների կարևոր կենտրոն է։ Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է առաջացել այն պատճառով, որ ԱՄՆ-ն ունի այլ առաջնահերթություններ կապված Մերձավոր Արևելքի հակամարտության հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բանակցություններում իսկապես դադար է եղել։ Ամերիկացիները ունեն այլ առաջնահերթություններ եւ դա հասկանալի է, ասել է Պեսկովը։ Նրա խոսքերը մեջ բերել է բրիտանական Financial Times թերթը։ Հրատարակությունը չի նշել, թե ում, որտեղ կամ երբ է արվել մեկնաբանությունը։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գաղտնի կերպով ռուսական ռազմական ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա։ Ալ Ջարիդա թերթի տվյալներով Խամենեին բուժում է ստանում Ռուսաստանում։ Ըստ հրատարակության, տարհանումը Խամենեի վնասվածքից հետո գաղտնի գործողության մաս էր կազմում։ Տեղեկատվության համաձայն Իրանի առաջնորդը հաջող վիրահատվել է Ռուսաստանի նախագահական նստավայրի կլինիկայում։ Որոշվել է նրան տարհանել Իրանից, քանի որ բուժումը անհնար էր ռմբակոծությունների եւ օդային հարվածների պատճառով, նշել է թերթը։ ԱՄՆ-ն Ուկրաինայի օգնության կարիքը չունի Մերձավոր Արևելքում իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու հարցում, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Ուկրաինայի օգնության մասին հարցին Թրամփը պատասխանել է. Զելենսկին վերջին մարտն է, որից մեզ օգնություն է պետք։ Միևնույն ժամանակ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե արդյոք ԱՄՆ-ն ընդունել է Ուկրաինայի օգնությունը անօդաչու թռչող սարքերի որսալու տեխնոլոգիաների ոլորտում։ ԱՄՆ նախագահը նշել է. զայրացած է, որ Զելենսկին չի ցանկանում խաղաղության համաձայնագիր, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան ղեկավարի պատրաստ է դրան։ Ես զարմացած եմ, որ Զելենսկին չի ցանկանում գործարք։ Ասեք Զելենսկուն, որ գործարք ընկի, քանի որ Պուտինը պատրաստ է դրան։ Զելենսկու հետ բանակցելը շատ ավելի դժվար է, ասել է Թրամփը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները հայտարարել է. Թուրքիան դիմակայելու է ցանկացած սադրանքի։ Նախագահ Էրդողանի դիրքորոշումը այս հարցում բացարձակապես հստակ եւ կոշտ է։ Թուրքիան չի ցանկանում մասնակցել այս շարունակվող անարդար պատերազմին։ Մենք կտրականապես դեմ ենք, որ մեզ ներքաշեն այս պատերազմում։ Մենք լիովին վճռական ենք չտրվել սադրանքներին։ Իրինա Յոլյանը տեղեկացրել է, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Նա մասնավորապես նշել է. «Ընդգծեմ, որ սա բացառապես իմ անձնական որոշումն է։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայնքի ղեկավարին եւ բոլոր գործընկերներիս անցած տարիների համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար։ Բավականին բարդ եւ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աշխատելն ինձ համար եղել է մեծ փորձություն եւ պատասխանատվություն։ Կայացրել եմ որոշում կուտակածս գիտելիքներն ու փորձը կիրառել առավել լայն ոլորտում, ինչի մասին կիրազեկեմ առաջիկայում։ Թեև թողնում եմ այս պաշտոնը, սակայն կապը Սյունիքի մարզի համայնքի հետ մնում է անխզելի։ Ես շարունակելու եմ ապրել մեր բնակիչների հոգսերով, իմ հանրօգուտ գործունեությունը շարունակելով այլ հարթակում։ Իմ նվիրումն ու սերը հայրենիքի նկատմամբ անփոփոխ է», նշել է Իրինա Յոլյանը։ Եղանակը առաջիկա օրերին Երևան քաղաքում մարտի 17-ի գիշերը 20-ից 21-ին սպասվում է անձրև, մարտի 17-ի ցերեկը 18-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մարտի 17-ի գիշերը 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհներին մերկասառույց։
Մարտի 17-ի ցերեկը 18-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևելյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-ից 19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։